Ոչ մի մեղմացման մասին խոսք լինել չի կարող, որովհետև մենք մեր դիրքորոշումները խաղաղության խաչմերուկ նախագծի մեջ ներկայացրել ենք գրավոր շատ վաղուց, այդ թվում այդ նպատակով, որ ամենատարբեր մեկնաբանություններ չլինեն։ Եվ այդ ծրագրի շրջանակներում, նախագծի շրջանակներում մենք սկսել ենք աշխատանքը եւ շարունակելու ենք։ Դրա մասին է խոսքը։ Պատասխան դեռ չկա Ադրբեջանի առաջարկին։ Դե ըստ էության գրավոր առաջարկին գրավոր պատասխան ոչ չենք ստացել, կան այլև այլ մեկնաբանություններ, բայց նաեւ էլի ես կարծում եմ, որ մենք պետք է process-ը ճիշտ հասկանանք, այսինքն ցանկացած նախագիծ իրականացման ընթացքում ինքը ունի նրբություններ եւ այդ նրբությունների շուրջ պետք է աշխատել եւ մենք ի սկզբանե էլ տեսեք, որ հարցի հեղինակը խոսում է մեղմացումների մասին, հենց խաղաղության խաչմերուկ նախագծի շրջանակներում մենք ֆիքսել ենք, որ մենք պատրաստ ենք պարզեցումների, ընթացակարգերի պարզեցումների եւ ըստ էության 4 հիմնական սկզբունքների պահպանման։ Առաջինը տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, իրավազորություն, փոխադարձություն։ Փոխադարձությունը ինչի համար է, որովհետև հիմա մենք այս փուլում առաջարկում ենք, որ երկաթուղային կապը բացենք, մասնավորապես հորադիս երասգծի վրա, որտեղ եւ Ադրբեջանից Ադրբեջան Հայաստանի տարածքով եւ Հայաստանից Հայաստան-Ադրբեջանի տարածքով իրականացվեն բեռնափոխադրումներ եւ մենք հենց այսօր պատրաստ ենք գնալ այդ լուծումների եւ ելի եմ ասում նաեւ շատ կարեւոր է արձանագրել, չէ, որ մենք երբ որ ասում ենք պատրաստ ենք այդ լուծումների, բայց մենք մեզ հարց ենք չէ տալիս, բա մեր հանրությունը ո՞նց կվերաբերվի այն լուծումներին, որոնք մենք առաջարկում ենք։ Եթե մենք այդ վստահությամբ ասում ենք, այդ նշանակում է, որ ել եմ ասում, դիվանագիտական նրբությունների պատճառով եւ քանի դեռ համաձայնեցված չէ, մենք ամեն ինչը չենք կարող զուտ կոռեկտությունից աշխատանքի տրամաբանությունը չխախտելու համար բացել։ Բայց եթե մենք ասում ենք, մենք պատրաստ ենք հենց այսօր գնալ այդ տրամաբանությամբ, նշանակում է ունենք որոշակի վստահություն, որ նաև մեր հանրության, այդ թվում Մեղրի խոշորացված համայնքի մեր բնակչության, այդ թվում Սյունիքի մարզի, այդ թվում Հայաստանի Հանրապետության բնակչությունը կտեսնենք, ասի, հա, շատ լավ, նորմալ կոմպրոմիս է եւ ներողություն եմ խնդրում, փոխադարձ ընդունելի կարող է լինել, այսինքն էս է տրամաբանությունը։